խոսելու ենք տալ եւ ստանալ հետադարձ կապ առանց կոնֆլիկտի, տարբերել ազդեցությունը մանիպուլյացիայից, օգտագործել էմպաթիա սահմաններով, ստեղ empathy ու compassion-ի տարբերությունն է, կառուցել վստահություն։ Հետադարձ կապի թեմայով խոսենք։ Հետադարձ կապը աճի գործիք է, ոչ թե քննադատություն։ Լավ հետադարձ կապը կոնկրետ է եւ փորձողություն է հրախուսում։ Անհստակ հետադարձ կապը բերում է պաշտպանողականության, տալ հետադարձ կապ։ Ստե մի հատ մոդել կա SBI, ուրեմն SBI-ը S ապավում նշանակում է S situation իրավիճակ, win behavior վարքագիծ, impact հետևանք։ Այսինքն իրավիճակը երբ որտեղ է եղել, կոնկրետ իրավիճակը նկարագրում եք, հետո ասում եք ինչ վարք է եղել, դիտարկելի առանց սպիտակների եւ հետևանքը ինչ ազդեցություն ունեցել այդ վարքագիծը։ Հետո էլ վերջում ավարտել հստակ խնդրանքով կամ առաջարկով։ Այս մոդելին մի հատ էլ բան ավելանում, ես վերջերս էի լսում, խոսնակը առաջարկում է, որ սկսել համաձայնությունից, էլի, սկզբից մի հատ մոտենալ մեկին, ասել լսի, դեմ չես, եթե քեզ մի բան ասեմ, էլի։ Սա ինչ անում, առաջինը սա միանգամից միջավայր է ստեղծում, նախ եւ առաջ մարդուն հնարավորություն է տալի ասել ոչ, իսկ երբ որ մարդը հնարավորություն է ունելու ընտրելու, ինքը արդեն ավելի ոնց որ բաց է լինում դրան, էլի, երբ որ ասում է իհարկե, ասա ինչ ա եղել, նոր արդեն անցնում ես իրավիճակ, վարքագիծ ու հետևանք մոդելին, էլի։ Օրինակը հետևյալն է, համաձայնություն, ասում ես 2 րոպե ունես մի բան պետք է ասեմ, հետո իրավիճակն ես նկարագրում, այսօրվա հանդիպմանը, ինքը ոնց որ հիշում է այսօրվա հանդիպումը, հետո ասում ես վարքագիծ, դու ընդհատեցիր 2 անգամ, ու հետևանքն էլ դրա ազդեցությունը, մյուսները քիչ խոսեցին, որոշումը ուշացավ։ Կարող ենք հաջորդ անգամ սպասել մինչև մարդը ավարտի։ Ու սա ասենց ուղղակի օրինակ է։ Ամեն մեկի դեպքում լինելու է լրիվ ուրիշ իրավիճակ, լրիվ ուրիշ վարքագիծ եւ այլն։ Այսինքն սա ուղղակի ասենց ոնց որ մոդելն է, էլի, ոնց կիրառել սա։ Հետադարձ կապ ստանալու համար էլ առանց պաշտպանվելու։ Լսել մինչև վերջ, չընդհատել, շնչել, դադար տալ, նախքան պատասխանելը, հարցնել պարզաբանման համար, ոչ արդարանալու, շնորհակալություն հայտնել այդ կարծիքի համար, վերլուծել, հետո որոշել ինչը ընդունել, ինչը չընդունել։ Այսինքն հետ կարծիքը դա հրահանգ չի, դա ուղղակի մտածելու տեղ է տալու ձեզ, որ դուք կողքից ինչ որ մեկը ձեզ հուշում է, ինչ է կատարվում, ինչ է կատարվել, դուք պետքա որոշեք ճիշտ է թե ճիշտ չի, կարող եք հարցեր տալ բարձրաբանելու համար։ Շնորհակալություն հայտնելու մշակույթը Հայաստանում շատ այդքան ընդունված չի եղել, համենայն դեպս իմ ժամանակ ես հուսով եմ, որ սա գնալով տենց ալնելու, որովհետև իրականում հետադարձ կապը, այդ հետ կարծիքը դա նվեր է։ Ու հետադարձ կապ ստանալը, այսինքն ինչ որ մեկը երբ որ քեզ տալիս է, շնորհակալություն ես հայտնում, որովհետև դու ուզում ես մարդկանց խրախուսես, որ իրանք հանդեպ հոգատար լինեն, իրանք ուշադիր լինեն, իրանք տան քեզ այդ հետ կարծիքը, որովհետև շատ հաճախ դու չես տեսնում կողքից ինչ ա եղել, ոնց ա եղել, ու կարող է տենց սխալ շարունակես, իսկ սխալ շարունակելու հետևանքներն էլ կարաս շատ վատ, շատ սխալ մշակույթ ձևավորվի ձեր թիմում, ձեր ընտանիքում, ձեր միջավայրում։ Հետևաբար համ պետք է կարողանալ ճիշտ ձևով առանց վիրավորելու հետ կարծիք տալ, համ պետք է սովորել ստանալ այդ հետ կարծիքը, դա էլ է շատ կարևոր։ Լսելն է շատ կարևոր, մինչև վերջ, առանց ընդհատելու, առանց արդարանալու, առանց պաշտպանվելու, եւ ամբողջ ընթացքում, եթե դուք զգում եք, որ սա ավելի շատ դժվար հետ կարծիք է, ձեզ թվում է թե քննադատում են ձեզ, աշխատեք շնչել, աշխատեք ուշադիր լսել ու վերջում մտածելով, մտածված արձագանք տալ դրան։ Շատ հաճախ լինում է, որ պետք չի միանգամից արձագանքել, կարող եք ասել շատ շնորհակալ եմ հետադարձ կապի համար, հետ կարծիքի համար, թույլ տվեք ես մի քիչ մտածեմ սրա մասին, սա շատ օգտակար էր, բայց մտածեմ նոր հետո կարձագանքեմ։ Դա էլ է լրիվ նորմալ։ Ով կարա կիսվի իր փորձառությամբ, ինչա ձեզ մոտ տեղի ունեցել, օրինակ ինչն եք կարծում, որ լավ է, լավ չի, դժվար է, ինչ լավ ու վատ փորձ եք ունեցել նման հարցերում։ Դա լուծումը գտնելու համար իսկ կարանք օրինակ այդ մարդուն հարցը տանք, օրինակ ինչ լուծում կուզեիր դու քո արարքի համար։
Սենց այսինքն լուծումը ես չտամ, ինքը հասկանամ ու տա լուծումը։ Կա տենց բան, այս վերջում որ գրած է խնդրանք։ Ստեղ այս խնդրանքի պահը սա այո կարող է լինել հարցի տեսքով ու հարցը կարող է լինի տարբեր ձևերով։ Լրիվ նորմալ է, որ ինքը հարցի տեսք ունենա եւ այդ հարցը պետքա կոնկրետ լուծման մասին լինի։ Կարող ես հարցնել։ Այն քո ասած հարցը լրիվ նորմալ է, ընդունելի տարբերակ է։ Երբ որ այս ամեն ինչը ասեցիր, այսօր sense բան է տեղի ունեցել, sense վարքագիծ է եղել, ու որի հետևանքում SSS բաներն է տեղի ունեցել, ինչ կարող անենք, օրինակ, որ հաջորդ անգամ սա չլինի, կամ ինչ այլ լուծում դու կարաս առաջարկես, որովհետև սրա մյուս կողմն էլ պետքա պատկերացնենք, որ դիմացինն է, որը հետ կարծիք ստանալու process-ում է, չէ՞, մենք էլ այդ դիմացինն էլ այս վիճակում է հիմա։ Ինքը ենթադրաբար ուշադիր լսում է առանց ձեզ ընդհատելու, չէ, ինքը փորձում է այդ ամբողջը ճիշտ հասկանան, ընդունի այդ ամեն ինչը, կարող է ինքը հարց տա, հուսով ենք, որ ինքը դա կընդունի որպես իրոք լավ բան, այս հետադարձ կապը, եւ վերջում էլ ինքը պետքա հասկանա, կամ պետք է ինչ-որ մի մասը ընդունի, չընդունի, կամ ինչ-որ ձևով արձագանքի ձեր հետ կարծիքին։ Հենց որ հարցով ավարտելը գուցե այդքան էլ վատ չի, որովհետև հնարավորություն է տալի դիմացի մարդուն ինչ-որ մի բան ասել, ի պատասխան ձեր տված հետ կարծիքին։ Այդ հետ կարծիք սկսելու ձևը, օրինակ ես կարամ շատ լավ հետ կարծիքը գրեմ, բայց չեմ հասկանում, թե ոնց կարամ այդ սկսեմ էլի, ոնց գրեմ, օրինակ չգիտեմ, ինչ-որ մարդ եմ գնում Աննային, ոնց կարամ այդ գրելու ձևը էլի, հենց սկիզբը, բարև Աննա ջան, այսպիսի բան ա եղել եւ այլն, մեն հիմա դե չի ստասում էլի, սկսելու ձևը։ Սկսելու ձևը հենց քո ասած ձևը լրիվ նորմալ է։ Ինձ թվում է sense ինչ-որ իդեալական բանաձև չկա սրան, այստեղ կարևորը սկզբունքները հասկանալն է, այստեղ կարևորը հասկանալը այդ երկու կողմը դեմ դիմաց կանգնած են իրար, հա, պայմանական ասենք երկու կողմ։ Բայց մեկը փորձում է բարձրաձայնի ինչ-որ խնդիր, որը պետքա լինի առանց վիրավորելու մարդուն, ինքը պետքա կոնկրետ իրավիճակ լինի, պետքա կոնկրետ հետևանք նկարագրի, որ մարդը հասկանա, որ դու ոչ թե եկել ես ինչ-որ ընդհանուր բողոք ես կամ ընդհանուր փնով ես գնահատես, այլ կոնկրետ դեպք ա եղել ու դու կոնկրետ այդ դեպքի հետ կապված ես իրան ասում։ Գրավորը մի քիչ ուրիշ է, գրավորը մի կողմից ավելի լավ է, որովհետև կարաս ավելի երկար, ավելի մտածված գրես, բայց սկզբունքը այն է, որ դու պետք է հասկանաս դիմացինը դա ոնց է կարդալու։ Ես օրինակ շատ հաճախ որ գրում եմ, այդպես ինչ որ բարդ նուրբ ախրուն հարցի շուրջ հետ կարծիք եմ տալի, շատ հաճախ միանգամից չեմ ուղարկում, ժամանակ եմ տալի, գրում եմ, այդ կարդում եմ, հետո թողնում եմ, տես մնում է։ Հետո գնում եմ մտածում, հետո հետ եմ գալի, մի հատ նորից եմ ինքս կարդում։ Փորձում եմ կարդամ այն մարդու տեսանկյունից, որը որ դա ստանալու է։ Ուզում եմ տեսնեմ մեջը ինչ-որ կետ կա, որը կարող է անգիտակցված ձևով վիրավորեմ այս մարդուն կամ սխալ ձևի նկարագրեմ խնդիրը։ Հենց որ գրավորը ու բանավորը մի քիչ տարբեր է ստեղ, գրավորը ինձ թվում է այդ առումով շատ ավելի հեշտ է, բարդ է այն առումով, որ էմոցիա չկա։ Դու չես տեսնում մարդուն դիմացդ կանգնած։ Մի բան է մարդը դիմացդ կանգնած, դու տեսնում ես ինքը անգամ sense շատ բարի դեմքով է քեզ վերաբերում, ոչ թե ջղայնացած է, ոչ թե ասենք նստած է ու ձեռը սեղանին խփելով բան է, իսկ պատրաստվում է ձեզ հարցակվի վրա։ Հենց որ այդ երկու բանը մի քիչ տարբեր են, բայց ընթացքում որ փորձեք կհասկանաք։ Կարևորը այն է, որ չպետք է վախենաս, կարևորը այն է, որ պետք է սովորես համ ստանալ հետ կարծիք, հասկանալ դա ինչ է նշանակում, սա ձեր աճելու համար է, համ տալ հետ կարծիք, հասկանալով, որ դու դա դիմացինին ոնց որ լավ բան ես անում, ու այդ լավ բանը պետք է ճիշտ ձևով անես, որ ինքը իր նպատակին ճիշտ ծառայի։ Բավականին հետաքրքիր փորձառություն եմ ունեցել, ուրեմն նախ հետ կարծիք տվողի մասով կասեմ, որ
շատ ժամանակ տեսել եմ հետկարծիք տվողների այս տեսակետ, որ մարդիկ ուղղակի հետկարծիք են տվել, որ ասեն, այ տեսեք Պողոսն էլ է հետկարծիք տալիս, այ Պողոսը հետկարծիք տվեց, այսինքն ուղղակի երևալու համար, որ տեսեք ես եմ հետկարծիք տալիս, հա, այս տեսեք վիճակ եմ նկատել ու ինքը բավականին լավ երևում է, որ կարողանում է այսինքն հասկանալ, որ այդ մարդը իսկականից հետկարծիք տալիս է ուղղակի տալու համար, ոչ թե օգուտ տալու համար, ասենց ասեմ։ Բայց այդ հարցը ոնց լուծեցինք, բավականին շատ վեբինարներ կազմակերպեցին այդ ժամանակ մեմում ու հրավիրեցինք ճիշտ է ոչ ուղիղ, բայց ամեն դեպքում հրավիրեցինք այդ մարդկանց ևս, որ իրենք էլ լսեն ու բավականին օգուտ տվեց դա հետո։ Ինչ վերաբերում է արդեն թե ես ինչ մեթոդ եմ կիրառում, ես հիմնականում կիրառում եմ ռադիկալ կոնդորը, այսինքն ինչ որ մտածում եմ, արդեն ուղիղ ասում եմ, բայց նաև առաջարկում եմ լուծում, որ օրինակ, այսինքն ինչ որ ենթադրում չեմ հավանում, ասում եթե բացասական է, հետ կարծիք ասում եմ, որ այս ինչ բան է, օրինակ ինձ այսքանով դուրս չի գալիս, բացատրում եմ ինչի դուրս չի գալիս ու անպայման հարգանքը պահելով, բայց նաև առաջարկում եմ լուծումը, որ կարաս օրինակ այս սա փորձես դրա հետ կամ կարող է այս մի տարբերակը փորձենք ավելի լավ լինի, մի հատ փորձենք տեսնենք, էլի։ Ու ինչ վերաբերվում է գրավոր հետկարծիք տալու, այստեղ նաև կասեմ, որ գրածս մինիմումը 3 անգամ կարդում եմ, թե ինչ եմ գրել տվյալ մարդուն, ու փորձում եմ շատ ռեակտիվ չլինեմ ու միանգամից չուղարկեմ, էլի։ Փորձում եմ մի քիչ հանգստանամ ես էլ ու հետո 3 անգամ անպայման կարդում եմ մինիմումը, հետո նոր ուղարկում եմ։ Ու կարդալու ընթացքում էլ ամենակարևորը ուշադրություն եմ դարձնում, որ սահմանները չանցնեմ, սահմանները պահեմ, ոչ մի վիրավորական կամ այդ տեսական հարգալից ոչ մի բան չլինի, այսինքն հարգանքը պահելով, բայց ճիշտը ասելով, ոնց որ ու ռադիկալ կոնդորի այդ բանաձևը այսպես ասած պահելով, այդ կարտիկս փոխանցա։ Ինձ այդ բանը շատ է դուր գալի, այդ մոդելը, այդ ռադիկալ կոնդորը, այնքան է դուրս գալի, որ ավելացրել եմ ստեղ, դրա մասին խոսալու ենք, այդ թեմայով խոսենք մի քիչ ավելի ընդլայնված, էլի։ Ես էլ գիտեմ, որ բանը հետ կարծիք տալուց պետքա ոչ շատ կոպիտ լինի, ոչ էլ շատ մեղմ, եթե շատ կոպիտ եղավ, կարող է հիասթափվի այդ աշխատանքից, իսկ եթե մեղմ եղավ շատ, արդյունք չի տա։ Տենց ես էլ հետադարձ կամ հետ կարծիք տալուց սկզբում նշում եմ իր աշխատանքի լավ կողմերը, օրինակ այս կողմը այս բանը շատ լավ է ստացվել բան, բայց որ այս մասը ուղենք ավելի լավ կլինի եւ այլն, տենց սկզբում դրական եմ նշում, հետո արդեն այդ ֆիդբեքի հատվածը ուղղելու մասը ասենց ասած։ Շատ լավ։ Դրա մի հատ ուրիշ տարբերակը կա, ու անգլերեն լավ, եթե տենց մի քիչ ավելի մեղմ թարգմանենք, կասեն poop sandwich, հա, ոնց որ սենդվիչ է։ Սկզբից մի հատ լավ բան են ասում, հետո վատն են ասում, հետ կարծիքն են տալիս, դժվար մասն են ասում, հետո մի հատ էլի ավելի քաղցր լավ մի բանով ավարտում են, էլի դա էլ մի հատ ուրիշ տարբերակ է, բայց դա ավելի բարդ է անել, որտեղ դրան մի քիչ ժամանակ է պետք ճիշտ անելու համար, որովհետև պետք է միշտ մտքումդ ունենաս, այն ինչ որ պետք է ասես, բարդ բանը միանշանակ միշտ գիտես, որովհետև հիմա է թարմա տակա, հենց հիմա է կողքդ է։ Բայց այն լավ բաները, ինչով փաթաթես այդ վատը, այդ դրանք է դժվար, որովհետև պահի տակ էմոցիաների մեջ ես, դու պետք է հետ կարծիք տաս, պետք է սկսես հիշել լավ այս մարդը ինչ լավ բաներ արել, որը սկզբից ասեմ, որը հետո ասեմ, ու հետո դրանք պետք է իրար հետ կապված լինեն, որ вообще իմաստ ունենա։ Հակառակ դեպքում ինչ որ իրարից անկապ բաներ ես ասելու, մարդը չի հասկանալու դու հիմա վերջը ինչն ես ասում, լավն ես ասում, թե վատն ես ասում, էլի։ Հետ կարծիքի ամբողջ իմաստը ոնց որ լղոզվում է այդ ամեն ինչի մեջ։ Իրան մարդիկ կան, որ ֆանտաստիկ ձևով դա օգտագործում են, բայց դա բարդ է ու դա ժամանակ ավելի պահանջում, ժամանակ պահանջում պետք է մտածված անես, որ իրոք աշխատի։ Այս տարբերակը, այս մոդելը ինչի եմ համարում սա ընտրել, որովհետև սա շատ ավելի հեշտ է, կոնկրետ է, ուղղակի այստեղ նրբությունները նրանում են, որ չվիրավորել, կարողանաս այս կոնկրետ այդ իրավիճակը ասես, այս իրավիճակն է եղել, կոնկրետ վարքագիծ է եղել, ու դրա արդյունքում սա է ստացվել։ Այս ամբողջը ասեցիր, վերջում էլ խնդրանք ես կամ լուծում ես առաջարկում, ասում ես արի մյուս անգամ սենց անենք, կամ Կարենի ասածով արի հարց տաս, ինչ ես մտածում, ոնց անենք մյուս անգամ, որ
նույնը չկատարվի։ Դա մի քիչ ավելի համել դիրքերից էլ է կախված, օրինակ եթե դու քո աշխատողին ես ասում, կարաս այտենց հարցի տեսքով ասես, կարող անենց լինի, որ դու կոնկրետ այս բան ոչ մի պատասխան չես ակնկալում, ուղղակի ուզում ես այդ մարդուն հետ կարծիքը տաս, որ հետագայի համար։ Օրինակ բերեմ, առաջի հանդիպումից առաջ կոնկրետ ես ինքս ինձ հիմա ոնց որ խոցելի դարձնեմ, որ հասկանաք ինչա։ Աննային ու Հրիփսիմեին խնդրեցի, ասեցին մի քիչ հետ կարծիք տվեք, ոնց էր դասը, ինչ եք մտածում, ոնց անեմ, որ հաջորդ անգամ լավ լինի։ Չնայած որ ես անգամ չհարցնեի էլ իրանք ինձ գային հետ կարծիք տային, ես այդ հետ կարծիքը մեծ սիրով կընդունեի ու շատ շնորհակալ կլինեի, որովհետև իմ համար նպատակը ես չեմ վիրավորվելու սրանից, հակառակը ես պետք է սա լսեմ, հասկանամ կողքից ոնց այս ամբողջը երևում ու դա հաջորդ անգամ ավելի լավ անեմ։ Ու իրանք ինձ շատ լավ հետ կարծիք տվեցին։ Իդեպ կարամ ասեմ հետ կարծիքը ինչ է, դուք էլ իմացեք, որ դուք էլ ինձ օգնեք, դուք էլ ձեր հետ կարծիքները ինձ տաք։ Հետ կարծիքը այն էր, որ դասի վերջում երեխեքը ավելի հոգնած են լինում, մի քիչ թեթևացնենք։ Այդ կարծիքներից մեկը այն էր, որ ավելի ակտիվ լինենք, ավելի խոսացնենք, ավելի կոնկրետ օրինակներով խոսենք։ Այդ կարծիքներից մեկը այն էր, որ մի քիչ ավելի երկար ժամանակ կոնկրետ օրինակներով խոսենք։ Նենց որ ուզում եմ ասեմ, այդ կարծիքը մենակ sense գալ տալը չի, էլի։ Մեկ-մեկ մարդը գալիս է ինքն առաջարկում այդ կարծիք ու դու դա որպես նվեր պետք է ընդունես։ Դու պետք է դա ընդունես որպես մեծ լավություն անգամ։ Ես իմ գործից տեղը միշտ գնում էի, իմ շեֆին ասում էի, ինչ կասես, ինձ անընդհատ ֆիդբեք տուր, ինձ անընդհատ հետ կարծիք տուր, որովհետև ես չգիտեմ իմ գործը, երբ որ անում եմ, որն է լավ, որն է վատ։ Ես իմ մասից եմ մենակ տեսնում ինչ եմ անում, բայց երբ որ դու կողքից տեսնում ես, ինձ ասում ես, հուշում ես, ես կարամ ավելի լավ անեմ, ես կարամ իմ աշխատանքի տեղ ավելի աճեմ եւ այլն։ Հենց որ սա շատ լավ բան է, սա շատ լավ մշակույթ է, որ ձևավորվի, դուք էլ օգնեք, նպաստեք, որ այդ մշակույթը ձևավորեք ու սովորեք համ ճիշտ տալ, համ ճիշտ ստանալ, առանց վիրավորվելու, առանց վիրավորելու, էլի։ Իրականում երկու հարց ունեմ։ Առաջի հարցը կայանում է նրանում, թե բացասական հետկարծիքներից դուրս մենք նաև ունենք դրական հետկարծիքներ ու դրական հետկարծիքների ճիշտ տրման ու ընդունման ձևը ոնց է, կա արդյոք ինչ-որ կանոններ, թե դրականը ուղղակի պետք է ասել։ Մեկ էլ երկրորդ հետկարծիքս, եթե օրինակ ինչ-որ մեկը կներեք արտահայտությանց համար շատ անգրագետ հետկարծիք է տալիս ու ահավոր ձևի, ասենք, վիրավորելու է հասնում։ Այդ դեպքում ոնց ընդունել հետկարծիքը ու ոնց գտնել այն սխալը, որը դու թույլ ես տվել, որ դրա համար հետկարծիքը ստանում ես։ Ես կարծում եմ իմ տեսանկյունն է, որ հետկարծիքը ինքը իրանով բնույթով ավելի կառուցողական բնույթ պետք է ունենա։ Այդ կարծիքը ու կառուցողականությունը դրանք ոնց որ իրար հետ կապված են։ Բացասականը իսկ դրականը ավելի շատ ոնց որ շնորհակալություն է, ավելի հանրայնորեն մարդուն շնորհակալություն ասել, գնահատել, ընդունել, որ շատ լավ բան է արել։ Որտեվ հետկարծիքի հիմնական նպատակներից մեկը ինչ-որ մի բանը բարելավելն է, ինձ թվում է։ Ուղղակի շնորհակալությունը դա ոնց որ շնորհակալություն է, այդտեղ ոչ ենթադրվում է, որ այդ մարդուն կարող է վիրավորվի, ոչ նոր փխրուն սիտուացիա չի։ Եթե ինքը արդեն լավ է անում, այնտեղ ոչ մի փոփոխության կարիք էլ չկա։ Հետևաբար դրական հետկարծիք մի քիչ իրար հակասող բառեր են այդ երկուսը, էլի հետկարծիքը հիմնականում ավելի միտված է կառուցողական լինելու։ Ու այդտեղ է ամբողջ նրբությունը զգուշ լինելու հետ կապված։ Իսկ սխալ հետկարծիք ստանալու դեպքում ոչ մեկ չի ասել երբեք, որ դու պետք է միշտ ընդունես այդ կարծիքը, դու կարաս չընդունես, բացարձակապես պարտադրված չես հետ ընդունելու։ Ուղղակի ճիշտ ձևով ընդունելը կարևոր է, որ նախ եւ առաջ մինչեւ էշ լսես։ Դու կարող ես հենց առաջի բառից հասկանաս, որ մարդը լրիվ ապուշություն է դուրս տալիս ու ուղղակի դու ինքդ ճիշտ լինելու,
դու քո բարձր դիրքում մնալու համար մինչև վերջ ուշադիր լսում ես առանց ընդհատելու։ Եթե զգում ես, որ էմոցիաներդ քեզ ուտում աջղայնանում ես, կարաս շնչես, մի քիչ քեզ հանգիստ պահես։ Եթե զգում ես, որ իրոք շատ սխալ ես ընկալել, մի հատ հետադարձ նորից հարցնես պարզաբանելու համար։ Վերջում էլ ասես, շատ լավ, շնորհակալ եմ, դա քո կարծիքն է, ես կմտածեմ սրա մասին ու հետո եթե կարիք եղավ կարձագանքեմ։ Բայց սա ամենակարևորը վերջի կետն է, վերլուծել հետո ինչը ընդունել, ինչը չընդունել։ Երբեք դու հետ կարծիքը չի նշանակում դու պարտադրված ես դա ընդունել կամ պարտադրված ես հետ կարծիք, դա հետ կարծիք չի։ Այդտեղ էլ մյուս ծայրահեղությունն է, դա հետ կարծիքի ու քննադատության անհիմն անգամ քննադատության տարբերությունն է։ Եթե հետ կարծիքը կոնկրետ միտված է քեզ օգնել, քեզ ինչ-որ ձևով կատարելագործել, այդ քննադատությունը, այդ փնովելը ուղղակի միտված է քեզ գցելու համար։ Ինքը կարա անհիմն լինի, կարա սխալ ձևով մատուցվի եւ այլն։ Հենց որ դրական հետ կարծիքը դա ուղղակի շնորհակալությունն է ու առանձնապես չի օգնում քեզ ավել լավացնել։ Ուղղակի մնում ես նույն ձևի, ասում ես, հա, շատ լավ եմ անում, նույն ձևի կշարունակեմ։ Վատ հետ կարծիքը, անհիմն ու սխալ ձևով տրված հետ կարծիքը, դա ուղղակի ոնց որ անհիմն քննադատություն է, որը կարաս լսես, շնորհակալություն ասես, վերջ, անցանք առաջ։ Ուզում եմ ասել, որ նմանատիպ օրինակ եղել է, երբ որ հետ կարծիք ասել, որ գովացել են մարդուն շատ, դրական հետ կարծիք ես ասած, որ ինչպես ճիշտ տալ, Գերմանիայից մի օրինակ բերեց, որ շատ են դրական հետ կարծիք տվել այդ մարդուն, շատ գովացել են, այնքան են գովացել, որ չափից անցել են այդ գովալու համար ու ինքը այսպես ասած փափուկ բարձերի մեջ հանգել ու աճ չի եղել էլի, հետո տենց ինքը մտածել է վերջն է, այլ աճելու տեղ չկա եւ այլն, այդպես իրան են քնասել դրանով։ Իսկանը շատ լավ բան ասեմ քեզ, որովհետև այս այդ կարծիքի մշակույթը սա ինձ թվում է համեմատաբար ավելի նոր է, ավելի լայն ոնց որ տարածում ստանում։ Մեր սերունդը, մեր ժամանակները մենք որպես հանրություն, տենց ասենք, հա, մեր ազգային բնորոշ գծերից մեկը, որ երեխուն մեծացնում են ու անընդհատ իրան տենց ինքը ամենալավն է, բան, ծնողը միշտ գովում է, միշտ sense ամենտեղ բան են անում։ Ու երեխան մեծանում է այն բանով, որ ես ամենալավն եմ, ես ամենալավը պետք է ունենամ, ամենալավը պետք է անեմ եւ այլն։ Հետո երբ որ գալիս են բախվում են իրականության հետ, ու պարզվում որ իրոք ամենալավը չեն, ավելի լավերն էլ կան, իրանց ոնց sense բան է սկսում էլի կոգնիտիվ անգլերեն բառը հայերենը չգիտեմ, բայց կոչվում է cognitive dissonance, էլի։ Մտքի մեջ երկու իրար հակասող բան առաջում, ոնց ես ամենալավն եմ։ Այս ոնց եղավ որ այս մարդը համարձակվեց ինձ ասի, որ ես այստեղ ինչ-որ մի քիչ թերացել եմ, բան էլի։ Հենց որ ես շատ ուրախ եմ, որ դուք sense ակտիվ լսում եք, ընդունում եք, հասկանում եք տարբերությունները ու ձեր մոտեցումներն էլ հետեւաբար պետք է ավելի լավ լինեն, էլի։ Դուք պետք է փորձեք աճեք, զարգանաք, չընդունեք այս հետ կարծիքը, հետադարձ կապը որպես ագրեսիա ձեր նկատմամբ, այլ հակառակը դա նվեր է ձեզ։ Դա դիմացինի կողմից հոգատարություն է, երբ որ ճիշտ ձևով է արվում ու ճիշտ ձևով է մատուցվում։ Ու դուք էլ դիմացինի հանդեպ նույն ձևով լինելու համար դուք էլ պետք է դա կարողանաք ճիշտ մատուցեք։ Ու միշտ չի որ ձեր հետ կարծիք հետադարձ կապը ընդունվելու է, դա էլ է նորմալ։ Աճի մտածողություն, growth mindset անգլերեն ասած։ Growth mindset-ը երկու mindset կա, երկու մտածողություն կա, մեկը աճի մտածողությունն է, մեկը ֆիքսված մտածողությունն է։ Ֆիքսվածը, երբ որ դու մտածում ես, որ չէ, ես մաթեմից լավ չեմ, ու քո ամբողջ կյանքդ դասավորում ես այդ ընկալման շուրջ, որ ինչ անում ես, չէ, ես մաթեմից լավ չեմ, ինչ որ մեկին պետք է գտնեմ, ով որ լավը լինի։ Կամ ես թույլ եմ, հետևաբար ես սպորտով չեմ կարող զբաղվեմ։ Ես լավ լսողություն չունեմ, հետևաբար չեմ կարող գնամ երաժշտական գործիք նվագեմ։
Եվ լիքը այսպես բաներ, այսինքն խոսքը գնում է ինքդ քո սահմանափակումների շուրջ քեզ լիմիտավորես։ Սահմանափակված մտածողության մեջ նաև մտնում է քեզ անընդհատ համեմատել ուրիշների հետ։ Այդպես ինքը իր պապան հարուստ է, դրա համար ինքը կարա գնա լավ համալսարանում սովորի, ինքը լավ աշխատանք կունենա, հարուստ կլինի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդպես ինքը ուժեղ է, դրա համար ինքը լավ է ֆուտբոլ խաղում, այդպես ինքը լավ լսողություն ունի, դրա համար ինքը կարողանում է ջութակ նվագել։ Ու լիքը տենց բաներ, այսինքն դու անընդհատ ինքդ քեզ համեմատես ուրիշի հետ, իսկ դա արդեն հենց գլխանց պարտված խաղ է, որտեղ դու երբեք չես կարա ավելի լավը լինես, քան թե հենց մարդը ինքն է, էլի հենց։ Աճի մտածողությունը լրիվ ուրիշ ձևով է մոտենում։ Աճի մտածողությունը սենց է, ոչ թե ես առհասարակ չեմ կարող, ես դեռ չեմ կարող, բայց կարող եմ սովորել։ Մտածողությունը տենց է։ Ձախողումը դաս է, թե ինչպես բարելավել։ Քննադատությունը տարբերվում է հետադարձ կապից։ Դες նախորդ թեմայից խոսացինք, չէ՞, քննադատությունը ինչ է ու հետադարձ կապը ինչ է։ Դու կարաս անգամ ամենավատ քննադատությունը, եթե դու աճի մտածողություն ունես, ամենավատ քննադատության մեջ անգամ դու կարող ես մեջից ընտրովի վերցնել այն բաները, որոնք կարան քեզ նպաստեն դու աճես։ Քննադատությունը հակա է, հետադարձ կապը հանուն է։ Հետադարձ կապը արվում է նրա համար, որ դիմացինը աճի կամ դու աճես։ Քննադատությունը դիմացինին գցելու համար է կամ դիմացինը քեզ է փորձում գցել։ Աճը սկսվում է հետաքրքրությունից, ոչ թե ամոթից։ Դու սկսում ես աճել, ոչ թե վիրավորվում ես դիմացինի ասածից, այլ մեջը տեսնում ես հետաքրքիր բաներ, որը քեզ կօգնեն բարելավել, աճել, զարգանալ։ Խոսեցինք աճի մտածողություն կամ ֆիքսված մտածողություն, դա ոնց որ եկավ նախորդից, հետադարձ կապ տալուց ու ստանալուց։ Հիմա մի հատ խոսենք մի փոքր էմպաթիայից եւ կարեկցանքից, հա, դրանց տարբերությունը։ Անգլերեն empathy and compassion։ Էմպաթիան հասկանալ, զգալ մյուսի վիճակը, տեսնում եմ դժվար է։ Կարեկցանքը դա ոնց որ հոգատարություն է, պլյուս գործողություն, ինչով օգնենք։ Էմպաթիան օգնում է կապ ստեղծել, կարեկցանքը ներառում է սահմաններ եւ պատասխանատվության բաժանում։ Կարեկցանքը օգնում է կապերը ամրապնդել։ Երկուսը շատ նման բաներ են իրարից ուղղակի տարբերելու համար հասկանանք հետեւյալը, որպես ուղղակի կյանքի օրինակ, հա։ Աստված չանի, ինչ որ մեկը մահացել է ծանոթներից, զանգում ես, ցավակցում եմ, պատկերացնում ինչքան ծանր է քո համար, իրոք ցավակցում եմ, անցած լինի, ու վերջացրեցի, գնացի էմպաթիան է, դա ուղղակի զգացումն է։ Կարեկցանքը մի քիչ ավելի խորը տարբերակ է։ Կարեկցանքը դա երբ որ դու ոչ միայն գրում ես կամ ասում ես բանավոր, որ լսի ցավակցում եմ, անցած լինի, շատ բարդ է, գիտեմ ես կոմենկոմ, այլ վեր ես կանում, գնում ես այդ մարդու մոտ, մի հատ իրան գրկում ես, թույլ ես տալի գլուխը դնի ուսիդ լացի մի քիչ, ու կողքը նստում ես, ասում ես ինչով քեզ օգնեմ։ Գիտեմ դժվար է, ծանր է, բարդ է, անգամ կարողա չիմանաս ինչով օգնեմ, ես թե կնստեմ, եթե ինչ-որ մի բան պետք լինի, ստեղ եմ, կողքդ եմ։ Դա compassion-ն է ավելի։ Այդ երկուսի տարբերությունը իրականում այս ամեն ինչի մեջ ուղղակի հասկանալն էր, որ նես չի որ մեկը լավն է, մեկը վատ է, մեկը ճիշտ է, մեկը սխալ է։ Այստեղ ամենակարևորը սահմաններն են, երբ որ խոսում ենք կարեկցանքից, երբ որ ասում ենք սահմաններ դնելը, դա երբեմն մենակ սահման դնելը չի, երբեմն հոգատարություն է եւ գործողություն, հա, բայց համել ոնց որ պատասխանատվության բաշխում այստեղ։ Դու գալիս ես, ասում ես հասկանում եմ դժվար է, պատրաստ եմ օգնեմ, արի իրար հետ անենք, արի իրար հետ հասկանանք ինչ ենք անում, ոնց ենք սրա տակից դուրս գալիս։ Այսինքն դու համ ընդունում ես իր բարդ իրավիճակը, համ էլ պատրաստ ես օգնել, բայց դրա հետ միասին էլ սահման ես դնում, ասում ես լսի, ես քո տեղը ամեն ինչ չեմ անելու։ Ես քեզ կօգնեմ, կողքդ կլինեմ ամեն հարցում, հենվիին վրա, ինչքան պետք է, բայց իրար հետ անենք։ Իսկ թվում է ավելի շատ սենց է։ Սիմպաթիան որ կա, որի մեջ է մտնում, բանը չէ, compassion-ի թե
Էմպաթիայի։ Սիմպաթիան ինձ թվում է ուղղակի համակրանքն է, ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին հավանել կամ սիմպաթիան ինձ թվում է այդ ավելի այդ ձևով է բանալում, էլի։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, քանի որ մենք էմպաթիա ասելով նկատի ունենք կարեկցանք, որը ոչ թե ենթադրում է ինչ-որ բան անել, այլ հենց զգալ, տեսնել, հասկանալ, ինչ է տեղի ունենում։ Մտածում եմ կարող compassion-ը ավելի շատ ոչ թե հենց compassion տարբերակը վերցնենք, այլ ավելի support լինի, ոչ թե էմպաթիա ու աջակցել։ Կամ compassion-ը աջակցել, ոչ թե կարեկցել, որտեղ էմպաթիան հենց այդ կարեկցանքը ցուցաբերելն է, էլի։ Ես տեսնում եմ դու ինչ ես զգում, ես հասկանում եմ քո վիճակը։ Բառը խաղա, հա, ես ուղղակի փորձում եմ թարգմանեմ, տես անգամ օրինակ էմպաթիան հայերեն տառերով հենց էմպաթիա եմ գրել, որովհետև փորձել եմ թարգմանությունները գտնեմ, ճիշտ բառերը գտնեմ։ Կարող է կարեկցանքը չլինի, կարող է ինչ-որ մի ուրիշ բառ լինի, ես ուղղակի Կարենը ապրումակցել ապրումակցող, այո, ապրումակցելը կարա լինի էմպաթիան հենց ճիշտ է։ Շատ լավ բառ էր։ Սիմպաթիան ավելի շատ համակրելն է։ Ոչ ապրումակցելն է, ոչ բանը, ավելի ոնց որ մի բան հավանելն է։ Իսկ ստեղ ավելի շատ տեսնել, զգալ, ցույց տալ, որ դու ես զգում, support-ը, հա, կարեկցանք ստեղ ասում է, դու ոչ մենակ իրան ցույց ես տալի, որ դու հասկանում ես իր դրությունը, իր ծանր վիճակը, բայց նաև պատրաստ ես օգնել, աջակցել։ Support-ն է, էլի, support-ի տեսանկյունից էլ է։ Հիմա մեր ամբողջ այս ասույթի հիմնական մեխը կայանում է նրանում, որ կա տարբերություն, երբ որ մենք կոմունիկացիայի մեջ փորձում ենք հասկանալ դիմացինը ինչպես է զգում, նոր արձագանքենք, եւ կա, երբ որ արդեն հասկացել եք ինչ է տեղի ունենում, կա արդյոք նախադրյալ դիմացինի կողմից ինչ որ բանով աջակցենք, թե մենք առաջարկենք, որ աջակցենք, սա որ եզրույթում էր էլի քննարկվում։ Սա ավելի շատ ես հաղորդակցման հետ կապված sense տարբեր բաներ եմ փորձում բերեմ իրար համ մի քիչ նման, համ հակասող, որ փորձենք հասկանանք տարբերությունները ու ամեն մեկը տարբեր sense կտորներ են գիտելիքի, որը որ հաճախ չես մտածում դրանց մասին այդ ձևով, բայց սրանք օգնում են հետագայում մեծ պատկերի մեջ, երբ որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ, սրանք օգնում են հետո մեծ պատկերի մեջ տարբերել։ Մի բան է, որ մեկը sense մի թույլ բերանք ես, ասես հա բան կներես գիտեմ դժվար է անցնում գնում է, մյուս դրա ավելի լավ տարբերակը, երբ որ գալիս է մոտենում է, կարա ոչ մի բան չասի, կարա գա կանգնի կողքդ, ասի ինչով օգնեմ, բայց մոտեցումներն են էլի ստեղ տարբեր, ու այն մյուս հարցերում էլ օրինակ, որ տարբեր թեմաները, որ քննարկել ենք մինչև այդ, սրանք ուղղակի կարևոր կետեր էր, որ ուզեցի նշեմ, ռադիկալ անկեղծություն։ Ինչ է նշանակում։ Մի հատ կարդանք, ռադիկալ անկեղծությունը հաղորդակցման եւ հետադարձ կապի մոդել է, որը օգնում է լինել մարդկային եւ հոգատար, բայց միաժամանակ ուղիղ եւ ազնիվ։ Հարմար է թիմերի, առաջնորդների եւ մենթորների համար, օգնում է ասել ճշմարտությունը առանց հարաբերությունները վնասելու, կենտրոնացած է աճի եւ վստահության վրա։ Ճշմարտությունն ասվում է, որովհետև դիմացինդ կարևոր է։ Բայց չէ՞ որ ռադիկալ անկեղծության համար պետք է երկկողմանի հասունություն, որ դիմացինը ասի, դու այնքան հասուն գտնվես, որ դա շատ ճիշտ ընդունես։ Հակառակը, որ դիմացինը այնքան հասուն գտնվի, որ ճիշտ է դա։ Հա, սա ընդհանուր ինքը գաղափարն է, այստեղ չենք խոսում դու ասողի թե լսողի դերում ես, էլի։ Ուղղակի sense մի հատ ընդհանուր սկզբունքի վրայով անցնենք, հետո դուք արդեն ըստ իրավիճակի պետք է հասկանաք դուք որ դիրքում եք, դուք տվողն եք թե ասողն եք, դուք այդ մշակույթը ձևավորողն եք թե այդ մշակույթի մի մասն եք, այդ մշակույթը կրողն եք, էլի։ Հենց որ մենք հիմա sense ընդհանուր սկզբունքի վրայով կանցնենք, հետո դուք արդեն ինքներդ կորոշեք, գուցե օրինակներով կարողանանք խոսենք սրանից հետո մի հատ։ Սա ընդհանուր սկզբունքներ, ինչ է նշանակում radical candor, մոդելի երկու առանցքները։ Ստե միացած նկար ունենք, այս առանցքների մասին է, հորիզոնական եւ ուղղահայաց, այս երկու բաների մասին է։ Radical անկեղծությունը հիմնված է երկու առանցքի վրա՝ անձնական հոգատարություն
ցույց տալ, որ մարդը քեզ համար կարևոր է, լսել, հասկանալ կոնտեքստը եւ հույզերը, ստեղծել վստահության եւ անվտանգության միջավայր։ Հաջորդ առանցքը դա ուղիղ ասել ճշմարտությունը, չխուսափել դժվար խոսակցություններից, ասել խնդիրը հստակ ու ժամանակին, խոսել վարքի եւ ազդեցության մասին, ոչ թե անձի, այսինքն երևույթի մասին խոսել եւ ոչ թե հենց կոնկրետ մարդուն քննադատել։ Ռադիկալ անկեղծության 4 քառորդները։ Ռադիկալ անկեղծություն, ուրեմն այս վերևի աճ անկյունը, աճի փոքրիկ քառակուսին է, հոգատար եւ ուղիղ։ Ստեղ ուրեմն վստահությունն ու աճն է այս մասում գտնվում։ Եթե կարողանում եք գալ ու գտնվել այս մասում, ամենալավն է։ Սրա ներքևում գտնվում է, երբ որ հոգատարության գծով ավելի քիչ է, այսինքն բարդ բան ես ասում, բայց հոգատարություն չկա դրա մեջ, հայտնվում ես այս ruinous empathy մեջ, այսինքն հոգատար ես, բայց ուղիղ չես ասում ու ճիշտ չի ընկալվում, էլի, այսինքն ինքը էմպաթիան կա, բայց ուղիղ չի, էլի, ճիշտ տեղին չի գալի կպնում, էլի։ Ներքևի աճ անկյունում այս obnoxious aggression-ի պահը, սա կոպիտ ուղղությունն է։ Սա երբ որ դու գալիս ես մարդուն ու շատ ուղիղ չոր ձևով մի բան ես ասում, այսինքն ինքը դա ընկալում է որպես ուղիղ ագրեսիա։ Ինքը ասածիդ մեջ չի լսում այն հետադարձ կապը, որը դու փորձում ես իրան տալ, որովհետև ինքը չի զգում քո հոգատարությունը այդտեղ։ Ինքը մենակ ագրեսիա է զգում, ինքը վտանգ է զգում ու ինքը չի լսում էլ քեզ։ Ինքը լինում է ուղիղ, բայց կոպիտ, այդ մարդը չի կարողանում իրականում ընկալել, հասկանալ, որ ինչ որ մի բան ես փորձում իրան ասես, իրեն ինչ որ ուզում ես հետադարձ կապ տաս, որ ինքը լսի, բայց ինքը դա չի ընդունում, որովհետև շատ փափուկ է ու բան է, էլի։ Եվ ամենավտանգավոր ու ամենավատը դա manipulative insincerity-ն է, մանիպուլատիվ կեղծավորությունն է։ Ոչ հոգատարա, ոչ էլ ուղիղա, թաքնված նպատակներ, վատ մշակույթ։ Սա էլ է շատ վտանգավոր տեղ։ Սա հաճախ մի հատ ուրիշ խոսք կա, ասում է, երբ որ դու լսել չգիտես, դու հայտնվում ես մի մարդկանց շուրջ, որոնք ասելիք չունեն, որոնք քեզ բան չունեն ասելու։ Ու դա շատ հզոր միտք է։ Պետք է կարողանաս համ լսել, համ ճիշտ ասել։ Երբ որ դու դա կարողանում ես անել, քո կողքի մարդիկ այս հոգատարության ու ուղիղության մշակույթը, այս radical candor-ի մշակույթը, ինքը շատ հզոր է։ Ինչու է ռադիկալ անկեղծությունը կարևոր։ Խնդիրները չեն մնում չբարձրաձայնված, հետկարծիքը դառնում է սովորական, ոչ թե սպառնալիք, մարդիկ գիտեն որտեղ են կանգնած, իրանց իրավիճակները, իրանց դիրքը որտեղ է, թիմի աճը արագանում է, վստահությունը խորանում է։ Radical candor նշանակում է հոգատարություն պլյուս ազնվություն։ Երբ որ դուք կամ տվել եք, կամ ստացել եք ուղիղ հետկարծիք, բարդ դժվար բան եք ասել դիմացինին, բայց չեք վախեցել ասել նրա համար, որովհետև դուք այդ մարդու մասին հոգատար եք եղել ու ձեր մեջ կամք եք ունեցել նույնիսկ ամենաբարդ բանը այդ մարդուն ասել ու այդ մարդը դա ընդունել է ձեզանից։ Վերջերս բանի եմ հանդիպել մանիպուլյատիվ կեղծավորության, որ ուղղակի ասում են ինչ որ թերություն նշում են, կամ դաժե չափազանցնում են ինչ որ բան քեզ ասում են, որ դու օրինակ ինքն գնահատական օրինակի չնի բան, ոչ հոգատարան, ոչ ուղիղ ասում են, ուղղակի տենց զգում ես, որ մանիպուլյացիան է իրենց հետ կարծիքը, ցանկացած խոսքը եւ այլն։ Դու տենց օրինակ եմ հանդիպել վերջերս, շատ բաներ sense։ Ինձ թվում է, եթե ես ճիշտ հասկացա քո ասածը, սա ավելի շատ obnoxious aggression-ն է, սա ավելի շատ կոպիտ ուղղություններ։ Երբ որ հետ կարծիքը տալիս են ուղիղ կոպիտ հնադատական ձևով, բայց հոգատարություն չես զգում։ Հետ կարծիք այնքան էլ հետ կարծիք չէր, զուտ ինչ որ քո մոտ ինչ որ բան նշում են, ինչ որ ասենք թերություն կամ ինչ որ ցանկացած բան նշում են, զուտ օրինակ որ քեզ վնասեն, էլի, տենց։ Տենայից դե տարբերությունը որն է, օրինակ obnoxious aggression-ի ու manipulative insincerity-ի տարբերությունը ինչն է։ Միտեղ նկար տեսա ինտերնետում, երբ որ սա ուսումնասիրում էի, կոպիտ ուղղությունը դա ոնց որ քեզ դիմացից խփելն է դանակով։ Իսկ manipulative insincerity-ն դա մանիպուլատիվ կեղծավորությունը, դա հետևից դանակով խփելն է։
պատկերացրեցիք, այսինքն այդ տարբերությունը դրանում է մեկը հստակորեն ագրեսիվ է քո նկատմամբ ու անգամ կարող է չթաքցնել, իսկ մանիպուլատիվ բանը կեղծավորությունը դա ինքը քեզ ատում է, բայց ինքը քեզ ամեն ձևով թաքցնում է դա քեզանից, ինքը լռում է, ինքը քեզ կյանքում լավ հետկարծիք չի տա, ինքը կյանքում ոչ մի լավ բան չի անի քո նկատմամբ, բայց ինքը այդ ամբողջը թաքնված է, դրա համար է դա ամենավատ ու ամենավտանգավոր տեղը, դա այդ ասում են օծեր կան, չէ, որ դեմքից չես զգում, բայց ինքը ամեն ինչով վատ է քո հանդեպ տրամադրված, բայց դու երբեք չես իմանա։ Հա, դրաստից հետո հասկացա ինքը կատակներով էր այդ ինձ մոտեցումը, էլի թաքնված, էլի կատակներով տենց։ Հա, ուրեմն գուցե տենց է, այսինքն ինքը կատակով է անում, yəni դες թաքցնում է իր վատ միտումները, քեզ ոնց որ sense կմճտում է, զում է, չէ, sense հետ մեջքից խփում է բան, բայց այդ դա ամենավտանգավոր բանն է։ Ուզում եի ասել երկու բան, այստեղ առաջինը ոնց ես ռադիկալ կոնդերով հետ կարծիք տվել, ոնց ընդունել ու առհասարակ արդյունքը ոնց եմ վերջացել էլի։ Այն իմ ամենամոտ ընկերուհիներից մեկին ու տեսնում էի որ ինքը հետ կարծիք տալիս է ուղղակի հետ կարծիք տալու համար, այդ ինձ ընդհանրապես դուրս չէր գալիս։ Այնքան դուրս չէր գալիս, որ ես իրան գնացի ու ռադիկալ կոնդերով բանարեցի, հետ կարծիք տվեցի։ Իրա հետ նախ եւ առաջ սա բավականին մոտ թեմա է, որովհետեւ կարող ինքն ինձ ընդհանրապես սխալ հասկանալ էլի, որ ես իրան այս հարցով դիմում եմ, բայց փորձեցի ամեն դեպքում նույն հարթության վրա բերել երկուսիս էլ, ու այդ ժամանակ իրան ասացի, որ պես օրինակ այս ինչ քայլերը, որոնք որ անում ես, կարող դիտարկվի, որ դու հենց հետ կարծիք տալիս ես հետ կարծիք տալու համար, ու նաեւ առաջարկեցի, որ իմ ամենամոտիկ մենթորներից մեկը իր հետ խոսի հետ կարծիք տալու մասով, ու իր հետ քննարկում ունենանք, թե ինչ առհասարակ հետ կարծիքը, ոնց պետք է տալ, ինչ պետք է անել, որ սխալ չընկալվի, ու ինքը համաձայնեց։ Մենթորի հետ խոսակցությունից հետո իր հետ ահագին աշխատեցին մոտ 1 ամիս, դրանից հետո արդեն ինքը եկավ sense շնորհակալություն հայտնել, ասաց մերսի շատ, օգնել է, հիմա արդեն հասկանում եմ ինչ է ասում դրան ժամանակ, ու արդեն դզեցել իր վիճակը իր մոտ։ Եթե հոգատարության առանցքի վրա ինքը ներքևն է գտնվում, ապա իր տված ենթադրյալ հետ կարծիքը ինքը իրականում այս obnoxious aggression-ի մեջ է։ Ճիշտ է, ինքը կարա կոպիտ չլինի, բայց ինքը իրական արժեքավոր հետադարձ կապ չի լինում, երբ որ դու չես զգում, որ այդ մարդը քեզ ասում է, որովհետև ինքը քո հանդեպ հոգատար է։ Երբեմն լինում է, որ մարդիկ հետ կարծիք են տալի զուտ քեզ գցելու համար։ Անկամ եթե հանրային են դա անում, ինքը ասում է գիտես քո համար եմ ասում, բայց այս ինչ բանը սենց ասում ես գիտես ինչ, երբ որ հետ կարծիք ես տալի, հետադարձ կապ ես տալի, նախ եւ առաջ եթե բարդ բան ես, դժվար բան ես ասում, առանձին ասա, դա էլ է շատ կարևոր, երբ որ լավ բան ես ասում, երբ որ մարդուն լավ ֆիդբեք ես տալիս, դա հնարավորինս հանրային է պետք անել ու պետքա ցույց տալ, շնորհակալություն հայտնել։ Երբ որ բարդ բան ես ասում, նուրբ թեմա է, զգայուն թեմա է, փխրուն թեմա է, հա, դա պետքա հնարավորինս առանձին անել։ Եթե թիմային մշակույթ է, արդեն օրինակ այս radical candor-ը, սա ավելի թիմային մշակույթի մասին է։ Այսինքն հետադարձ կապը ավելի ընդլայնված մոդել է։ Երբ որ մենք խոսում ենք ուղղակի հետադարձ կապ ստանալ անհատական տիրույթում, սա ավելի ձևավորում է միջավայր, որտեղ հետադարձ կապը ձև ունի տալու ու հատուկ նպատակի է ծառայում։ Այսինքն ստեղ արդեն այդ միջավայրը սկսում է նպաստել նրան, որ արդեն կապ չունի ով ում ինչ ասում, ընկալումը արդեն ճիշտ ձևի է դրված։ Մարդիկ չեն ընդունում որպես վիրավորանք, անգամ եթե շատ չոր ու կոպիտ է մի բան ասվում, եթե չոր ու կոպիտ ասածը զուգորդվում է հոգատարությամբ, ինքը դառնում է radical candor։ Եթե այդ երկուսից մեկը պակասում է, ապա կամ էս վերևի ձախ անկյունում եք հայտնվում, կամ ներքևի աջ անկյունում։ Իսկ եթե ոչ են կա ոչ էլ են, բայց հստակորեն ինչ որ անբավարարվածություն կա թիմում կամ ընդհանուր հարաբերության մեջ, ապա հայտնվում ես այդ մանիպուլատիվ կեղծավորության մեջ։ Ահա լիովին համաձայն եմ։ Ու նաև այս մանիպուլատիվ կեղծավորության մասով եմ ուզում օրինակ բերեի, որ
իմ շրջապատում կա մի մարդ, ով բավականին մեծ է, մոտ 50 տարեկան, ինքը ալկոհոլի նկատմամբ թուլություն ունի, ու դա իր մոտ արդեն քրոնիկ է, ոնց որ երկար ժամանակ է, բայց իրան հակացուցված է ալկոհոլը, որովհետև սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի, բայց չի կարողանում այդ մարդը իրեն կառավարել, այսպես ասեմ։ Ու իր ընտանիքի անդամները, առհասարակ, չգիտեմ, մայրը, այնտեղ եղբայրը, երեխաները, ոնց է վերաբերվում այդ փաստին, իրանք ուղղակի սենց իրան ասում են, որ դե ասում ենք մի խմի էլի, սենց վատ է, ոնց որ առողջությանդ վնաս, ասում ենք մի խմի էլի, ուղղակի այդ նախադասությունը կարող է ասեն շատ ինչ-որ ծայրահեղ իրավիճակներում, երբ որ օրինակ հիվանդանոցի դուռ ընկած լինեն, ու վերջ։ Այսինքն իրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկում դրա համար, էլի, բացարձակ ոչ մի օգնության նշույլ ցույց չեն տալիս։ Ու հետո էլ այն տեսական տարբերությամբ են ասում, չգիտեմ, օրինակ տվյալ դեպքում ես ականատես եղա, երբ որ այդ մարդուն տենց ֆիդբեք էր, նո հետ կարծիք էր տալիս, տենց ձևով ասում էր, իր եղբոր կինը, ասում էր, դե ասում ենք մի խմի էլի, սենց տոնից էլ զգացում էր, էլի, այն օծերի պահներ գալիս, որ ինքը ոչ հոգատար է, իրան բացարձակ մեկ է, էլի, այդ մարդու առողջությունը, ընդհակառակ ինքը մի հատ էլ ասում է, ուր է մի հատ վատ բան լիներ, բրծնեինք, էլի, սենց ինչ-որ բան է ես զգացի այդ պահին, ու ասենք զգացում էր, որ ինքը ոչ հոգատար էր, ոչ ինչ-որ ուղիղ էր, տենց ինչ-որ օլոր, մոլոր բերելով, ես իմ ոնց տենց էր ասում, ու այդ ինձ ընդհանրապես դուրս չեկավ, հետո որ տեսա, հասկացա, որ ոչ մենակ ինքը, այլ առհասարակ այդ մարդու շրջապատում չկա ինչ-որ մեկը, որ կասի, օքեյ, դու չես կարողանում կառավարես ոնց որ է, թեկուզ իր երեխաներ էլի, բայց մենք պետք է քեզ օգնենք, ինչ-որ մեթոդ իրար հետ մշակենք, որտեղ վնաս է քո առողջությանը, էլի, որ կարողանանք այս իրավիճակից քեզ հանել։ Ու այդտեղ նկատեցի ես մանիպուլյատիվ կեղծարարության օրինակը։ Ինքը որ մասում է գտնվում, օրինակ այն մարդիկ, ովքեր որ իրոք հոգում են ու ամենաբարի միտումներով են այդ կարծիքը տալի այդ մարդուն, բայց փափուկ են ասում, որտեղ են իրանք գտնվում այս մատրիցայի մեջ։ Հոգատար, բայց լուռը, վնասաբեր համակրանքում։ Այո, այն մարդիկ, ովքեր որ կամ ձեն չեն հանում, կամ sense ինչ-որ կեղծավոր ստից այնքան որ մի բան ասեն, բայց вообще ոչ հոգատար են, ոչ էլ ուղիղ, ինչ-որ ստից փշի են անում, դրանք գտնվում են մանիպուլյատիվ կեղծավորության մեջ, չէ՞։ Կարող է մարդիկ լինեն, ովքեր որ շատ կոպիտ ձևով ասեն, բայց հոգատարությունը չերևա։ Չէ, օրինակ ամենամոտիկ մարդիկ, որ արդեն որ դանակը ոսկորին է հասնում, արդեն ոնց որ սկսում են անգամ կոնֆլիկտի է հասնում, ասում են դե հերիք եղավ էլի, հերիք խախմես, չէ, սպանեցիր սաղից, չեն կարողանում ապրենք, որովհետև սաղը մտածում ենք քո մասին, քո առողջության մասին, իսկ քո հեչ վեճը չի։ Այս մասով մի հատ էլ օրինակ բերեմ, որովհետև չգիտեմ ոնց է ստացվել, այս դեպքերը իմ շրջապատում մի քիչ շատ է։ Ու հիմա երկրորդ դեպքի օրինակ ականատես եմ եղել, էլի լրիվ նույն իրավիճակներ են, էլի մարդ առողջական խնդիրներ ունի, 50-60, չնայած երևի 60 տարեկան է մեկ արդեն, ու ինքն էլ տենց խմում է ու չի կարողանում իրեն կառավարի, բայց այս դեպքում ես ինչի ականատես եղա, իր սեփական տղան, երեխան, որ բավականին մեծ է, 35 տարեկան մոտավորապես, Ներքի անգամ, երբ որ հայրը շատ ուժեղ այդպես խմել էր ու ստապողություն բան մի շաբաթ հուշքի չէին գալիս ու բավականին մոտիկ մարդ էր, այսինքն գիտեմ գնացել է եկել տեսնեմ իրավիճակը ու ինչ արեց այդ տղան, երբ որ հայրը արդեն հուշքի եկավ, շատ մեծ կոնֆլիկտ ունեցավ, անչափ մեծ կոնֆլիկտ ունեցավ հոր հետ ու ասաց, որ շատ կոպիտ էր, ահավոր կոպիտ էր ու ուղիղ էր ու շատ մեծ կոնֆլիկտի հանգեցրեց, բայց հետո հորը ասաց, որ եթե դու մի անգամ էլ խմես, ու մենք այս տեսակ իրավիճակի առաջ կանգնենք կամ թեկուզ եթե այս տեսակ իրավիճակի չկանգնենք, բայց դու էլ բավականին լավ ասես տեղը տեղին, իմացի հաստատ, որ դու ոչ տղարկ ունենաս, ոչ թոռնիկ ունենաս, էլ ոչ մի բան չես ունենա։ Մենք բոլորս քո հետ միասին, այսինքն իրենց մոտ միասին, կգնանք ու կմնաս մենակ այստեղ։ Ու այդ դեպքից հետո այդ մարդը արդեն 5 տարի է մի օղի չի վերցրել իր ձեռքը, նույնիսկ չգիտեմ թոռը ամուսնացնում, չգիտեմ, դեռ այս անում են անում, նույնիսկ այդ ժամանակ վերցնում է բաժակը ու դեռնա դնում։
որտեղ ինքը գիտի, որ եթե մի հատ խմի, հետո չի կարողանալու կառավարել ու էլի այդ տեսակ իրավիճակի մեջ անցնելու։ Դրա համար այս երկրորդ դեպքում արդեն ճիշտ է ինքը շատ կոպիտ էր ու շատ ուղիղ էր, նույնիսկ այդ կարգի կոնֆլիկտի էին հասել, բայց ամեն դեպքում այդ ուղիղությունն ու կոպտությունը այս դեպքում իրանց օգնեց, էլի որ այսինքն մի դեպքում իրանց ընդհանրապես մեկ էր, եթե sense շատ կոպիտ ասեմ, էլի այն դեպքում իրանց բավականին մեկ էր իրանց պապայի առողջությունը, որտեղ իրանց sense փիշի անելով էին ասում, անտարբերությամբ էին ասում, եթե իրանց համար, եթե իմ համար օրինակ կարևոր լինի, որ իմ պապայի առողջությունը վտանգված է, ես թեկուզ կոպտությամբ, բայց կհասնեմ իմ ուզածին ու կասեմ դու չես խմելու, ոնց կարա տենց բան լինի։ Հետո գիտեմ, որ դրանից հետո հաստատ ինքը հասկանալու է իմ այդ կոպտության պատճառը, քան թե օրինակ տենց փիշի անեմ, ասեմ հա դե լավ չի լինում, ոչինչ, ամեն անգամ տենց անելով։ Իսկ երկրորդ դեպքում արդեն տեսան, որ արդեն այդ կարգի պատերը մի շաբաթա ուշքի չէին գալիս, ամբողջ տնով այդ մարդը մի շաբաթա ուշքի նորմալ չէր գալիս, ինչի՞ շտապօգնություն բան, հասկացան, որ էլի այս արդեն վերջն է ու կոպտորեն թեկուզ ասեցին, բայց ունեցան արդյունք։ Այդ հենց ամենալավ օրինակն է այդ radical candor-ի։ Ես ինչ մտածեցի քո ասածից միտքը այտենց առաջացավ, որ այս հոգատարության ոնց որ բանը առանցքը ինքը մի քիչ ավելի է ընկալմանը հակված, այսինքն դու կարող ես մի բան մտածես հոգատարությանը տարումով մեջդ, բայց քո ասելու ձևից, քո ներկայացնելու ձևից այդ հոգատարությունը չերևա։ Ու այդ երևալը թե ոնց է դա երևում դիմացինին, դա ոնց որ ավելի մեծ նշանակություն ունի այս ուղղահայաց բանի առանցքի վրա, որովհետև ոնց որ դու ասեցիր, չէ, տղան այնքան ահավոր կոպիտ բանը ասել է, բայց կարողացել է նենց ձևով ասի, որ հայրը հասկանա, որ սա հոգատարությունից է։ Ճիշտ է, կոպիտ է ասում, ուղիղ է ասում, բայց դրա հետ մեկտեղ ինքը կարողացել է ցույց տա հոգատարության բաղադրիչը դրա։ Ու դրա համար իր ասացի հետադարձ կապի արդյունքը եղել է այս վերևի աջ անկյունում։ Փոփոխության է բերել դրական։ Եթե օրինակ հայրը չընկալեր կամ նենց մարդ ասեր, որից ինքը չի ընկալում հոգատարություն, ինքը կսկսեր պաշտպանվել ու կսկսեր գնալ թաքուն խմել կամ ինչ-որ ուրիշ հետևանքներ կլիներ։ Այն մարդիկ, ովքեր որ իրան եկել են, կարողացել են հոգատարություն ցույց տալ, բայց շատ կոպիտ չեն ասել, առանձնապես արդյունք չի տվել, որովհետև ինքը սկիչի էլ գիտակցել ինչքան լուրջ է վիճակը։ Չեք պատկերացնում ինչքան համաձայն եմ ձեր հետ, որովհետև հենց այդ նույն մարդու հետ այս տեսակ դեպքեր ա եղել, երբ որ նո այս տեսակ դեպքեր, երբ որ ինքը պատուշքի չեր գալիս, շատ էին հյուրվել, արդյունքով լինի։ Ու երբ որ էլի տենց եղել էր, իր աղջիկներն էին եկել, իր էլի հարազատ երեխաները, ու աղջիկներն էին նույն բանը ասել էլի պապիկին, ու ասել էին, որ եթե դու մի անգամ էլ խմես, մոռացի որ աղջիկ ունես, բայց ավելի ձևով էլի ուղղակի այսպես ասել էին, բայց այդ օգուտ չէր տվել, ինքը խմում էր, բայց վերացածի նման թաքուն էր խմում էլի, որ չտեսնի։ Հետո պահում էր, հետո չգիտեմ, դրամա ընկնում էին, որ այդ մարդու հետևից էին գնում, որ տնային որտեղ է պահում առհասարակ օղիները, մի խոսքով այդ տեսակ հարցեր էին լինում, բայց երբ որ տղան տենց ասաց, արդեն ազդեցությունը ունեցավ։ Լավ օրինակ է, համել օրինակը օգնեց, որ մենք այս թեման ինձ թվում է լավ ընկալենք։ Ուզում եմ ասել, որ այս քանից հասկացա, որ ես էլ հետադարձ կապ տալուց շատ ուղիղ չեմ ասել, էլի մի քիչ ուսի ներկային, տենց դրա համար երևի պետքա դրա վրա աշխատել, հետ ուղիղ հետադարձ կապ տալը, պահելով հոգատարությունը։ Գիտես, երբ որ ասում ենք հետադարձ կապ, ստեղ տարբերությունը օրինակ այս radical candor-ի ու ուղղակի հետադարձ կապ տալու, կա ուղղակի անհատական, չէ, որ ասենք դու ես ու մյուս մարդիկ քո միջավայրում, բայց տենց շուտ ընդհանուր միջավայր չի, խառը միջավայր է։ Այդտեղ խոսում ենք ուղղակի այդ հետադարձ կապ տալու ձևերը, radical candor-ը նրանով է տարբերվում, որ ինքը ավելի ոնց որ համակարգված մոդել է, ու ինքը ձևավորում է մշակույթ, ինքը ձևավորում է միջավայր։ Դու էլ կարաս այդպես անես, բայց դու պետքա շատ հետևողական լինես ու կայուն լինես քո հետադարձ կապ տալու մեջ, որ մարդիկ ժամանակի ընթացքում կարողանան հասկանան, չափեն
քո կոպիտության աստիճանը, քո հոգատարության ձևը ցույց տալու։ Մարդիկ կան օրինակ տեղից կոպիտ են, չէ՞, բայց չի նշանակում որ մարդուն չես սիրում։ Իմ պապս իր ամեն երկրորդ բառը հայհոյանք էր, բայց իրան նման հոգատար ու սրտացավ մարդ շատ քիչ է եղել։ Ինքը ահավոր խելացի է եղել, ահավոր զարգացած է եղել։ Ու կարար պահի տակ շատ նուրբել լիներ բանը, բայց իր սովորական, իր նորմալ գործելավոճը կոպիտ էր։ Ինքը ճակատին էր խփում։ Հիմա եթե մարդուն առաջի անգամ ես տեսնում, շատ դժվար է իրանից ճիշտ հետադարձ կապ ստանալը, որովհետև քո առաջի ռեակցիան որ այս մարդը ագրեսիվ է, ինքը ինձ ուզում է վնաս տա։ Բայց երբ որ դու արդեն այդ ձևի հստակ, կայուն իմիջ ես ձևավորում քո մասին, մարդիկ գիտեն, որ ասում են, ահա որ կոպիտ մարդ է, կողքից մյուս 10-ը կասեն տենց հա թվում, բայց իրոք մեջից շատ բարի ու շատ լավ մարդ է։ Դա այն ժամանակ է, որ քո անհատական կապը մյուսների հետ ինչ-որ խառը միջավայրում է ու դու այդ միջավայրը դու ես ձևավորում։ Radical candor ավելի համակարգված մեթոդ է թիմային մշակույթ ձևավորելու։ Երբ որ դու գրավոր ես գրում, քո գրածի մեջ էմոցիա չկա։ Այդ մարդը չի հասկանում դու ինչ ես գրել։ Մանավանդ որ լիքը մարդ կա, որ էմոջի բան, սմայլիկներ, բաներ չեն դնում, զուտ գրում են, դաժե դու կարդալուց դու կարդում ես քո ձևով, ոնց որ գրել ես, ես թվում է որ նույն ձևով էլ կընկալվի, բայց կարող է լրիվ ուրիշ ձև ընկալվի։ Մեմը, օրինակ, մեմը այդ առումով իրոք ֆանտաստիկ է, թե ոնց են երեխեքը իրար հետ հաղորդակցվում, ոնց են իրար հետ կարծիք տալի, ոնց են իրար շնորհակալություն ասում։ Ուզում եմ խոսենք ազդեցության եւ մանիպուլյացիայի տարբերության մասին։ Դա էլ է շատ արդիական թեմա է մեր սոցցանցերում, մեր միջավայրերում առհասարակ։ Ազդեցությունը դա թափանցիկ նպատակ, ընտրության ազատություն, հարգանք։ Մանիպուլյացիան ակնված նպատակ, ճնշում, վախ, մեղք ու ընտրության սահմանափակում։ Ազդեցությունը խթանում է երկարաժամկետ վստահություն, մանիպուլյացիան կարող է աշխատել արագ, բայց քայքայում է հարաբերությունները։ Անգլերեն influence-ն է ու մանիպուլյացիան։ Մանիպուլյացիան նույն բառն է։ Ով կարա մի բառով ասի սրանց տարբերությունը ինչն է։ Շատ նման են, ասեմ, մի փոքր հուշեմ ձեզ, իրանք ահավոր նման են, բայց շատ հստակ տարբերություն ունեն, որը կարելի է մի բառով անգամ շատ հեշտ ասել։ Ով կարա։ Որպես տարբերակցության նպատակներն են ուղղակի տարբերվում իրանց մարդկանց ցանկությունը, էլի։ Անհայլի իրանց ուզում են լավ բան անեն, թե վատ, տենց։ Լավ, ընդունեցի։ Այստեղ ավելի շատ ինչ որ մեթոդի հետ է կապված, որ հնարավոր է ազդեցություն թողնելը ինքը չի ցանկանում ազդեցություն թողնել, բայց ստացվում է, իսկ մանիպուլյացիան ոնց որ ցանկանալով մանիպուլացնում է։ Այսինքն ձևն է, թե ոնց է դա արվում։ Ուսում ազդեցությունը այդ անկեղծ ազդեցությունն է, հա, անկեղծ ինչ-որ ազդեցություն ուսում process is manipulation վերահսկելն է, հա, կոնտրոլ անել ինչ-որ ձևով, չգիտեմ։ Ճիշտ է, կոնտրոլն էլ կա այնտեղ։ Ազդեցությունը ինքնաբերաբար է, հա, լինում, իսկ մանիպուլյացիայի համար դու կոնկրետ քայլեր ես ձեռնարկում։ Լավ, այդքան էլ չեմ համաձայնվի։ Ինքնաբերաբարը, եթե ինչ-որ մեկի վրա ուզում ես ազդեցություն թողնես, ասենք ոչ մի բան չանես կստացվի։ Դե քո օրինակով կարաս ինչ-որ մեկի վրա ազդես, էլի, քո օրինակով պետքա ցույց տաս։ Դե քո օրինակը էլի ինչ-որ մի բան անելն է։ Մի բառով իրարից տարբերելը միտումն է։ Ինձ թվում է, ես ինչքան մտածեմ, միտում բառը ամենամոտիկն է։ Մանիպուլյացիան սովորաբար, այս վերջերս մի հատ ավելի եմ խորացել սրա մեջ, մանիպուլյացիան սովորաբար հոգեկան շեղումներով մարդկանց։ Օրինակ հոգեկան շեղումներով, որ ասում եմ, մի հատ բան կա, կոչվում է սև յակնա, մակիավելիստնա եւ նարցիսիստը։ Այս երեքը հստակ իրարից տարբերվում են, բայց երեք հոգեկան շեղումների մասին է խոսք գնում։ Ու մանիպուլյացիան շատ հաճախ այդ երեքի գործիքակազմի մեջ է մտնում։ Իրանք մանիպուլյացիայի
շատ համհակված են, համ շատ են օգտագործում, որովհետև իրանք պետքա կոնտրոլ 4 հատ հստակ բան կա, ինչի են իրանք ձգտում այդ մարդիկ։ Երկու մարդ կա օրինակ, մեկը օրինակ ունի ուշադրության կարիք կամ մեկն էլ ունի մեկը կարող լսված լինելու կարիք ունենա, մեկն էլ ընկեր ունենալու կարիք, այսինքն ուսը խոսում է, ինքը լսում է, ինքն էլ զուտ կողքը ինչ որ մարդ ունի իրար լսում են, տենց չգիտեմ ինչ որ այդ բանի հետ կապված որ ասցիք խանգարումներ հոգեկան։ Այս հոգեկան խանգարումները ինչա կոչվում սև եռյակ կամ մուգ եռյակ են երբեմն ասում անգլերեն dark triad։ Սրանք ավելի մանիպուլատիվ տեսակներ են։ Հոգեկան շեղումներ, խանգարումներ կան, որոնք որ կապ չունեն այս մանիպուլյացիայի հետ, բայց այս երեքը, օրինակ պսիխոպատը, սայքոփաթը, դա այն մարդը, որը որևէ զգացմունք չունի, ոչ մի բան նկատմամբ։ Ինքը իրան չի հետաքրքրում, ինքը քեզ կվիրավորի, ինքը իրան չի հետաքրքրում, դու կարող ես մահանաս դրանից, ինքը որևէ բարոյական ու էմոցիոնալ բան չունի, շարժառիթներ, բաներ։ Իրանը զուտ մանիպուլյացիա անելու շահի շուրջ, կոնտրոլի շուրջ։ Դրանք սովորաբար քաղաքականության մեջ են տենց մարդիկ շատ լինում, որոնց չի հետաքրքրում, ասենք 100,000 հոգի մարդ կարող է մեռնի, կամ չգիտեմ 100,000 կամ ամբողջ սերունդ կարող վարի գնա, կամ ամբողջ բանակ կարող վարի գնա։ Դա պսիխոպատն է, որը առհասարակ չունի բան։ Մակիավելիստը դա շատ մանիպուլատիվ մարդ է։ Իր համար, իր նպատակին հասնելու համար ոչ մի բան չունի ինքը խոչընդոտ։ Ինքը կարա, որ ասում են կոպիտ ասած, իր մորը ծախի, մենակ թե հասնի իր նպատակին։ Ու ցենց ավելի լպրծուն, ավելի ցենց կեղծ վատ ձևով։ Նարցիսիստը դա ինքնասիրահարված տեսակն է։ Նարցիսիստը ուշադրություն է միշտ ուզում, ինքը ամենակարևորն է, ինքը պետք է ուշադրության կենտրոնում լինի, ինքը պետքա իրանին հասնի, իրանին հասնելու համար ինքը դիմացինին կգցի անպայման, ինքը պետքա սենյակում ամենալավը լինի, ամենաբարձր դիրքում լինի։ Նարցիսիստը սովորաբար կամ մանիպուլյացիայի այս ձևերը արվում է օրինակ դիմացինի վրա մեղքի զգացմունք բերելը։ Ես ուզում եմ հարցնել այս ազդեցությունը, այսինքն ինֆլուենսը ինքը ուղիղ չէ, չէ՞, դիրեկտ չի արվում։ Կարա ուղիղ լինի։ Օրինակ ինֆլուենսը վերաբերվում է ամենալավ, ամենավորակյալ, ամենախարիզմատիկ առաջնորդներին։ Սա լրիվ ուղիղ գործողություն է, այսինքն ազդեցությունը ոնց որ ինքն իրան կարա ստացվի, բայց իրականում ինձ թվում է ազդեցության վրա էլ պետքա մեծ ջանք գործածել։ Բայց այստեղ խոսքը գնում է ավելի շատ թափանցիկ նպատակի մասին։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ մարդիկ իրանց ցանկությամբ հետևեն քեզ։ Այսինքն քո ազդեցությունը, որը որ դու փորձում ես ազդեցություն ստեղծես, դու մարդկանց իրանց խոժար կամքով ես հնարավորություն տալի քո ազդեցության տակ ընկնել։ Իրանք խնդրեմ չունեն, իրանք հասկանում են, որ լավ միտում ունես, ճիշտ ձևի է, իրանք ընտրություն ունեն անեն թե չանեն, ու այդ ամբողջի հիմքում փոխադարձ հարգանքն է։ Մարդկային ճիշտ որակյալ հարաբերություններն են։ Ի տարբերություն մանիպուլյացիան շատ կեղտոտ խաղ է։ Մանիպուլյացիայի համար էլ է մեծ ջանքեր պետք, բայց մանիպուլյացիան հիմնված է կեղծավորության վրա, վախի վրա, մեղքը գցելու վրա։ Շատ հաճախ անգամ ժամանակ չես տալիս դիմացինին կամ ընտրություն, որ ինքը ընտրի։ Դու sense ագրեսիվ վրա ես տալիս, սկսում ես մեղադրել, սկսում ես փնովել ու հենց հիմա ես ուզում որ ինքը մի բան անի, այսինքն դու իրան մանիպուլացնում ես, որ դու հենց այս պահին քո ուզածին հասնես։ Բայց այս երկու վերջի կետներ որ նայեք, կտեսնեք, ազդեցությունը տանում է երկարաժամկետ վստահություն, որովհետև ինքը հիմնված է հարգանքի վրա, թափանցիկության, ընտրության վրա, իսկ մանիպուլյացիան կարճաժամկետ այս վարքյանին կարաս համոզել, օրինակ ծնող երեխա հարաբերություններում։ Երբ որ ասենք ծնող երեխուն, ասես խափում է մի հարցում, փշի անում, խափում է, այնքան որ այս պահին իր ասածով լինի։ Բայց դա երկարաժամկետ վատ հետևանք է ունենալու, որովհետև
ուշ թե շուտ այդ երեխան սկսելու է հասկանալ, որ ամեն անգամ ինձ խափում է իրան անելա տալիս, բայց այլ հարիվ չկա, սրանից հետո այլ չեմ անելու, արդեն գիտեմ։ Ու դա ստեղծում է անվստահության միջավայր, դա ստեղծում է կոնֆլիկտ, դա ստեղծում է վատ հարաբերություններ։ Ավելի լավ է դու ազնիվ անկեղծ ձևով լինես, քո երեխու նկատմամբ, քո սիրած մարդու նկատմամբ, քո թիմակցի նկատմամբ, քան թե մանիպուլյացիա անես։ Ու հիմա որ հետ գնանք նորից այն ռադիկալ անկեղծության վրա, այս բոլոր թեմաները հիմա կարաք կապեք իրար։ Էմպաթիան ու կարեկցանք, հետո մենք խոսեցինք այդ ռադիկալ ազնվության մասին, հետո խոսեցինք ազդեցության ու մանիպուլյացիայի մասին։ Այս բոլոր բաները, մտքերը կարող եք հիմա կապել իրար, փորձեք տարբեր մարդկանց մասին մտածելուց ասեք, օրինակ այս մարդը սա հաստատ մանիպուլյատոր է, որովհետև սա ամեն անգամ գալիս է, ինձ խափում է, փշի անում, ինչ որ ձևը գտնում է, ոնց ինձ անել տա մի բան, բայց վերջում ստացվում է, որ ուղղակի իր արածը արեց, բայց ոչ մի բան, այդ մենակ ինքը շահեց, ես տուժեցի, ինքը ինձ օգտագործեց, ես օգտագործվեցի։